Սոսետ նախ եւ առաջ հերոստատիտողներին բացատրենք, թե ինչ է սահման հասարակական կազմակերպությունը, եթե նայենք զուտ բառին ամենայն հավանականությամբ դա կապված է Հայաստանի սահմանամերձ ինչ-որ տարածաշրջաններում կատարվող եւ կատարվելիք աշխատանքների հետ, ինչ է սահման հասարակական կազմակերպությունը, ինչով է զբաղվում։ Սահման հասարակական կազմակերպությունը սկսեմ երևի հենց ամենասկզբից, ստեղծման փուլից, ստեղծվեց 2011 թվականից, զբաղվում է բիզնեսների ֆինանսավորմամբ սահմանամերձ Հայաստանի սահմանամերձ գյուղերում։ Նպատակը երկու հիմնաքարային նպատակ ունենք, որպես կազմակերպություն, առաջինը, որ փորձենք աշխատատեղեր ստեղծել սահմանային գյուղերում, քանի որ գիտենք հատկապես Հայաստանի բոլոր գյուղերը, բայց նաև հատկապես սահմանամերձ տարածքները ավելի խոցելի են, Հայաստանում գյուղաբնակ տարածքներում փորձում են ավելի Երևան կամ Հայաստանի այլ մարզեր, քաղաքներ ներգաղթը շատ ուժեղ է, նպատակը, որ փորձել աշխատատեղ ստեղծել գյուղում, որպեսզի գյուղացին հնարավորություն ունենա մնա հենց իր հողում, այսինքն չդատարկվի գյուղերը եւ այլն։ Իսկ երկրորդ նպատակը հիմնադրամի, որ մարդկանց մտածելակերպի մեջ փոփոխություն մտցնի, որ ցանկացած գաղափար, ցանկացած միտք նրանք կարող են նախաձեռնել հենց իրենց գյուղում։ Սովորաբար շատ հաճախ լսում ենք, որ գյուղերում ոչինչ հնարավոր չէ անել, ոչ մի գործ չկա եւ այլն։ Մենք փորձում ենք բացատրել մարդկանց եւ մեր փորձով ցույց տալ, մեր օրինակներով, մեր գյուղացիների, մեր շահառուների օրինակներով ցույց տալ, որ ցանկացած գաղափար հնարավոր է անել Հայաստանի ցանկացած գյուղերում, հատկապես սահմանամերձ գյուղերում եւ ունենալ հաջողություններ։ Այո, ովքեր տեղյակ չեն, կարող եք այցելել սահման հասարակական կազմակերպության կայք, այնտեղ կա պատմությունների բաժին, տեսանյութերի բաժին, որտեղ որ տարբեր սահմանամերձ գյուղերի բնակիչների մասին պատմություններ են պատմում, բավական հետաքրքիր է, հաստատ չեք փոշմանի դիտելով եւ հասկանալով, թե որքան մեծ է հայ ուժը եւ անկախ դրանից այդ հայ ապրում է Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելեսում, թե սահմանամերձ ցանկացած այլ գյուղում, նա կարող է հասնել իր նպատակին եւ սահման հասարակական կազմակերպությունը դրանով էլ զբաղվում է։ Սոսե, ընդհանուր դուք գտնվում եք հիմա Միացյալ Նահանգներում, որն է ձեր գալու նպատակ, արդյոք սա կապված է նրա հետ, որ նոր հովանավորչական ինչ-որ նախագծեր կամ պայմանագրեր կան, որ գուցե պետք է ստորագրվեն, մարդիկ անում, որ պետք է հանդիպել եք, չեք հանդիպել եւ որն է առաջնային նպատակը ձեր Միացյալ Նահանգներ գալու։ Ցավոք նոր պայմանագրեր չկան։ Այցելել եմ Միացյալ Նահանգներ, քանի որ պետք է մասնակցեի մեր գործընկեր Հայ արծիվներ միության տարեվերջյան միջոցառմանը եւ այդ նպատակով եմ այստեղ։ Եվ հիմա մի փոքր ավելի ցավոտ թեմային պետք է անդրադառնանք, դարձյալ սահմանամերձ գոտու մասին է խոսքը, այսօր շատ է քննարկվում անկլավների վերադարձի, ոչ թե վերադարձի, այլ անկլավների տրամադրման հարցը եւ Ադրբեջանն ունի լուրջ նկրտումներ կապված անկլավների հետ եւ այդ անկլավների հատվածում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերն են, որտեղ սահմանը բավական լուրջ ներդրումներ է անում եւ աշխատանքներ է իրականացնում, որքանով է ինչպես է կարողանում դուք պլանավորել ձեր աշխատանքն այնպես, որ վաղը մյուս օր մեր իշխանությունները այսպես մատերի շարժումով կարող են այդ տարածքը հանձնել Ադրբեջանին առանց որևէ բանի, ինչպես է դա կազմակերպվում, որքանով է հեշտ, որքանով է դժվար։ Տեսեք, սովորաբար ինչպես ենք սկսեմ այնտեղից, թե ինչպես ենք մենք գյուղերը ընտրում տարվա համար, թե որ գյուղերում ենք ցանկանում այդ տարի պրոյեկտներ իրականացնել։ Ընտրությունը հիմնականում սկսվում է այն գյուղերից, որոնք ավելի շատ խոցելի են, նույն հատկապես այս վերջին տարիներին ավելի շատ ռազմական դրությունը ավելի շատ բարդ է, չենք իմանա, մի ամիս, մի շաբաթ հետո ինչ կլինի եւ այլն։ Ընտրությունը հիմնականում այդպես ենք իրականացնում, բայց նաեւ ցավոք ունենք այնպիսի փորձ, որ Տավուշի մարզի նույն հակ իրանց գյուղը կհիշեմ, սահմանազատման արդյունքում կորցրեցին երկու բիզնես, քանի որ տեղակայված էին այն տարածքում, որը հիմա տրվեց ադրբեջանական կողմին, որը հիմա կարելի ասել ադրբեջանական կողմը օկուպացված է։ Ցավոք սրտի այդպիսի փորձ ունենք ու մենք որպես կազմակերպություն չունենք այն ներուժը, որպեսզի ազդենք իշխանությունների կամ այլ մարմինների վրա, որոնք իրականացնում են այդ որոշումները, բայց այդ ռիսկը կա, հատկապես մեր օրերում Հայաստանի քաղաքական սահմանային դրություններից ելնելով
այդ ռիսկը կա ու ցավոք մենք ոչինչ չենք կարող անել։ Միայն մեր գործը այն է, որ ներկայությամբ գյուղացին եթե այսօր բնակվում է այս տարածքում, փորձենք հնարավորինս չափ օգնել նրան, հոգսերը թեթևացնել եւ այլն, բայց արդեն քաղաքական որոշումների մեջ ոչ մի ազդեցություն չունենք ցավոք սրտի։ Մենք ի սկզբանե 11 թվականից սկսել ենք մեր աշխատանքները Տավուշի մարզից, քանի որ եթե կհիշեք այդ տարիներին շատ ուժեղ էր ռազմական ազդեցություն այնտեղ նկատի ունեմ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում էր, հատկապես գյուղերին, տներին եւ այլն, ու հենց Տավուշի մարզը ընտրվեց հենց այդ պարզ պատճառով, քանի որ շատ լարված իրավիճակ էր այդ տարածքում։ Այնուհետև 20 թվականի պատերազմից հետո մենք պլանավորում ենք իրականում արդեն Թուրքիայի սահման անցնել, քանի որ գիտեք Թուրքիայի սահմանամերձ գյուղերը շատ խնդիրներ ունեն, հա, պլանավորում ենք գնալ այդ գյուղեր, բայց ցավոք սրտի 20 թվականի պատերազմից հետո պլանները ամբողջությամբ փոխվեցին, ստիպված եղանք տեղափոխվել Արցախ, տեղյակ եք, որ միջև պատերազմ Արցախում գոյություն չուներ գեթ 1 սահմանամերձ գյուղ, բուֆերային զոնաները շատ ապահով էին, շատ էին ու գյուղերի վրա կարելի է ասել ընդհանրապես կրակոց չկար, դրա համար մենք միջև պատերազմ նույնիսկ չենք մտածում, որ Արցախում հնարավոր է ծրագրեր անենք, հա, բայց պատերազմը ամեն ինչ փոխեց, մենք ստիպված եղանք տեղափոխվել Արցախ եւ Սյունիք ու արդեն ցավոք սրտի Արցախի կորստից հետո ստիպված եղանք մնալ Սյունիքում, քանի որ Սյունիքում կրկին ցավոք սրտի վիճակը անհասկանալի է, հա, ուրիշ բառ երևի հնարավոր չի գտնել, եւ արդեն Վայոց ձոր, այս տարի պրոյեկտներ ունենք Վայոց ձորում ու Տավուշում բնականաբար շարունակում ենք մեր պրոյեկտները, որովհետեւ բոլոր սահմանային գյուղերում կարիքը կա։ Զուտ մնում է հավատալ, որ տարեց տարի այդ սահմանային գյուղերը չեն մոտենա ավելի մայրաքաղաք Երևանին եւ արդեն սահմանամերձ չեն համարվի օրինակ հարավ-արևմտյան թաղամասի այդ հատվածները, իսկ սոսե շատ նախագծեր եք իրականացրել, շատ գյուղացիներ են դարձել սահմանը հասարակական կազմակերպության այսպես դեմքերը մարդիկ, ովքեր որ իրենց օրինակով են ցույց տվել, թե ինչպես է կարելի աշխատել եւ զարգանալ գյուղում, պատմեք մեկ-երկու դեպք, որոնք ձեզ հատկապես տպավորել են գյուղերում կատարած աշխատանքի, ռիսերչի եւ այն ստորիները, որոնք որ դուք պատրաստել եք, որոնք էին ամենատպավորիչները ձեզ համար։ Ես երևի թե կնշեմ Բերքաբեր գյուղի մասին, Տավուշի մարզում։ Մենք ի սկզբանե պլանավորում էինք գյուղը սարքել որպես մոդուլային գյուղ, որպեսզի կարողանայինք ցույց տալ, որ բոլոր ինֆրաստրուկտուրաները կան գյուղում, եւ կարծում եմ դա մեզ հաջողվեց։ Մենք ընդհանրապես ֆինանսավորեցինք մի քանի անհատի, երիտասարդ անհատների, ստեղծել իրենց բիզնեսը, օգնեցինք զարգացնել եւ այլն, ու շղթայական այդ process-ը առանց մեր միջամտության նույնիսկ շարունակվեց մնացած երիտասարդների շրջանում։ Հիմա գյուղում կա մոտավորապես ավելի քան 40 երիտասարդ տղա, ով ընդհանրապես միտք չունի գյուղից դուրս գնալու, յուրաքանչյուրը ունի իր բիզնեսը ու պլանավորում են միայն զարգացման վրա, հա, մտածում են ինչ անել, որ նոր բան ստեղծեն եւ այլն։ Իմ կարծիքով մեր հիմնադրամի ստեղծման ի սկզբանե նպատակը եղել է սա, որ մարդիկ տեսնեն մենք քանի որ մեր ռեսուրսները անսահմանափակ չեն, մենք ցավոք սրտի չենք կարողանում բոլոր սահմանամերձ գյուղերը ընդգրկել մեր ծրագրերի շրջանակներում եւ բոլոր բնակիչներին, հա, մերը մրցույթային ծրագրեր են։ Սակայն մեր նպատակը այն է, որ եթե մենք X գյուղում ունենք 5 շահառու պայմանական, մնացած գյուղացիները տեսնեն 5-ի հաջողությունները ու փորձեն նմանակել նրանց, հա, փորձել մյուսը ուրիշ գործ սկսի եւ այլն, որ հասկանան, որ իրենց գյուղում կարող են անել ցանկացած բան։ Մենք բիզնեսի տեսանկյունից սահմանափակում չունենք։ Ի սկզբանե ծրագիրը երբ սկսվեց Տավուշի մարզում, սկզբնական շրջանում ֆինանսավորում էինք միայն ջերմոցներ։ Քանի որ գիտեք, մինչև օրս ադրբեջանական կողմը Տավուշի շատ գյուղերի վարելահողերը օկուպացված են Ադրբեջանի կողմից եւ նպատակը ջերմոցների, որպեսզի փոքր տարածքներից մարդիկ կարողանան շատ բերք ստանալ։ Բայց այնուհետև հասկանալով, որ միայն ջերմոցները բավական չեն, շատ այլ բիզնեսներ հնարավոր է իրականացնել գյուղերում, մենք այդ սահմանափակումը հանեցինք եւ ցանկացած գաղափարով մարդիկ կարողանում են դիմել, ցանկացած, առանց ոչ մի սահմանափակման։
Բիզնեսի տեսանկյունից իհարկե շատ լավ է, որպեսզի մարդիկ կարողանան մնալ իրենց հարազատ գյուղում եւ չգալ Երևան միայն դրա նպատակով Երևանը այդ տեսանկյունից գերծանրաբեռնված է մարդկանցով, ովքեր որ անելիք չունեն գյուղում եւ գալիս են մեծ քաղաք իրենց մեծ երազանքներ ու նպատակներն իրականացնելու, այստեղ կա նաեւ մշակութային գործոն, բիզնեսը բիզնես, բայց մշակույթն էլ մշակույթ, որովհետեւ կա խոսույթ, որ սահմանամերձ գյուղերում կամ այլ Երևանից հեռու տարածաշրջաններում մշակույթ չկա։ Այդ տեսանկյունից ինչ է իրականացնում ձեր հասարակական կազմակերպությունը, որպեսզի նաև մշակութային տեսանկյունից մարդկանց պահեն իրենց հարազատ քաղաքներում, մարզերում եւ գյուղերում։ Ես անկեղծ ասած համաձայն չեմ, որ Հայաստանից բացի այլ տարածքներում Չէ, ես դա խոսույթն է, ես էլ համաձայն չեմ, իհարկե, դա խոսույթն է այդպես։ Հա, կարծում եմ, որ դա ամենասխալ խոսույթն է, որ երբևէ շրջանառության մեջ է դրվել, հա։ Քանի որ հակառակը մշակույթը Երևանից դուրս է։ Հիմա Երևանը շատ անհարմար է, հա, ապրելու համար, շատ ծանրաբեռնված է, քանի որ բոլոր կողմերից ձգտումը Երևանում դեպի ապրել Երևանում ձգտումը շատ է ու շատ անհարմար ապրելու համար, իսկ մշակութային վայրերը, հա, ավելի շատ Երևանից դուրս են։ Մենք փորձում ենք այդ խնդիրը լուծել այնպես, որ մեր շահառուներին, հա, ամենապարզ օրինակը Տավուշից Վայոց Ձոր ծանոթացնել, տեղափոխությունը կազմակերպել, այնտեղի շահառուները մեկնեն Տավուշ, այնտեղ ծանոթանան մեր շահառուների բիզնեսների հետ եւ այլն եւ հակառակը։ Այսինքն փորձում ենք իրենց նաեւ ինտեգրել, քանի որ շատ հաճախ ստացվում է, որ մյուսի բիզնեսը լրացնում է մյուսին, այսինքն այդ համագործակցությունը իրենց մեջ, նույնիսկ դա փորձում ենք մենք ապահովել։ Եվ մեր հարցազրույցի վերջին հարցը, բայց ոչ հերթականությամբ, կարևորությամբ, Սոսե, բնականաբար ամեն տարի նշվում են նպատակներ, որոնք որ պետք է իրականացվել, այսպես կազմում է to-do list, ինչ է պետք անել, ինչը հասցրեցիք, ինչ չհասցրեցիք, եւ բնականաբար ցանկացած իրեն հարգող հասարակական կազմակերպություն ամեն տարի իր առջև դնում է ել ավելի բարձր նպատակներ եւ որպեսզի տեղում չդոփի։ Ինչ ծրագրեր կան, որոնք որ 2026 թվականին նպատակ ունեք իրականացնելու, որոնք վաղուց եք գալիս, օրինակ դուք ծրագրեր եք մշակում 23, 24, 25 թվականներին, որպեսզի հասնեք ինչ-որ մի կետի, որ դա իրականացնեք 26 թվականին։ Դա մեկ եւ երկրորդը, ինչ ծրագրեր կան, որոնք որ պետք է իրականացնեք 26-ին, որ չեք հասցրել իրականացնել 25-ին, 24-ին եւ ինչու։ Հասկացա։ Շատ երկար ժամանակ, որ մենք պլանավորում էինք, փորձում էինք հասկանալ ինչպես սկսել, դա կրթական ծրագրերն են, հա, մենք այս ընթացքում շատ փոքր ծրագրեր ենք արել կրթության վերաբերյալ, բայց հասկացանք, որ նաև պետք է մտածել ինչ-որ մեծ ծրագրի մասին, գյուղերում կրթությունը ավելի բարելավելու, լավ մակարդակի բերելու նպատակով, անցնող 2 տարին, հա, կարող եմ ասել, որ փորձում ենք ինչ-որ ծրագրի մեխանիզմ մտածել, որ ճիշտ աշխատի, հնարավորինս քիչ լինեն ձախողումները եւ այլն։ Այս տարի ինչ որ շատ փոքր պիլոտային ինչ որ ծրագիր իրականացրեցին կրթության վերաբերյալ ու կարծում եմ հաջողվեց։ Մյուս տարի հույս ունենք, որ չեմ ուզում ոչինչ հայտարարել, քանի որ ժամկետները դեռ ոչ հստակ չեն, բայց 26 թվականին հույս ունենք, որ այս 2 տարվա ուսումնասիրությունները եւ այլն կբերեն արդեն ծրագրի իրականացման փուլին եւ նաեւ մյուս տարվա համար մենք ունենք ըստ մեր պլանի գյուղերում շարունակական մեր բիզնեսների ֆինանսավորման ծրագրերը, որը նախատեսում ենք իրականացնել Վայոց Ձորում, Տավուշի մարզում եւ իրականացնելու ենք ծրագրերը Հայ Արծիվներ միության հիմնադրամի հետ եւ Ամքոր Հայաստան հիմնադրամի հետ։ Շնորհակալություն հարցազրույցի համար, հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ Լոս Անջելեսյան տաղավարում սահման հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Սոսե Մուրադյանն էր։